Աշխարհը շունչը պահած սպասում է Թեհրանի պատասխանին։ ԱՄՆ-ն միացել է Իսրայելի պատերազմին հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Մերձավոր Արևելքը պայթյունավտանգ կետում։ ԱՄՆ-ն ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները, միանալով Իսրայելի գործողություններին 1979 թվականից ի վեր ամենախոշոր արևմտյան հարձակման շրջանակում։ 30,000 ֆունտ անոց ամերիկյան բունկեր ճեղքող ռումբերը խոցել են Ֆորդոյի ստորգետնյա միջուկային համալիրի տարածքը, իսկ ավերածությունները տեսանելի են նույնիսկ տիեզերքից։ Թեհրանը խոստացել է պաշտպանվել ցանկացած գնով։ Իրանը նորից հրթիռակոծել է Իսրայելը, որի հետևանքով ավերվել են շենքեր Թել Ավիվում, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ ԱՄՆ պետդեպը հրահանգել է դեսպանատների աշխատակիցների ընտանիքներին լքել Լիբանանը, իսկ ԱՄՆ ներքին անվտանգության վարչությունը զգուշացրել է, երկիրը մտել է բարձր սպառնալիքի ռեժիմ։ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ուժեղացվել է հսկողությունը կրոնական և դիվանագիտական կենտրոնների շուրջ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հայտարարել է. ԱՄՆ-ն միայն ուժի լեզուն է հասկանում։ Դիվանագիտություն չի լինի, քանի դեռ չենք պատասխանել։ Գերագույն առաջնորդ Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին X-ում գրել է. Նախաձեռնությունն այժմ խելացի կողմի ձեռքում է, զարմանքները շարունակվելու են։ Նախագահ Թրամփը հեռուստատեսային ուղերձով հայտարարել է. մենք լիովին ոչնչացրել ենք Իրանի միջուկային ենթակառուցվածքները, սա փայլուն ռազմական հաջողություն էր։ Սակայն պաշտոնյաները զգուշավոր են, ստորգետնյա վնասների իրական ծավալը դեռևս անհայտ է։ ՄԱԿ-ի միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ճառագայթային արտահոսքի աճ չի գրանցվել։ ՄԱԵԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին CNN-ին ասել է, որ ստորգետնյա վնասները գնահատելն այս փուլում դեռ հնարավոր չէ։ Իրանական աղբյուրները պնդում են, որ հարստացված ուրանն արդեն տեղափոխվել էր Ֆորդոյից մինչև հարձակումը։ Reuters-ը չի հաստատել այդ տեղեկությունը։ Իրանի խորհրդարանը քվեարկել է փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ 1/4-ը։ Վերջնական որոշումը սպասվում է Գերագույն ազգային անվտանգության խորհրդից։ Նեղուցի հնարավոր փակումը կարող է խաթարել նավթային շուկաներն ու հրահրել բախում ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. Եթե Իրանը համարձակվի պատասխանել, դա կլինի իր ամենամեծ սխալը։ Նա հավելել է. մենք հասել ենք մեր հիմնական նպատակին, բայց ունենք նաև այլ թիրախներ։ ԱՄՆ-ն պատերազմ չի ցանկանում ռեժիմի դեմ, այլ միջուկային ծրագրի չեզոքացում է կատարում, ասում է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Իսկ իսրայելցի ղեկավարները բացահայտ հայտարարում են, իրենց նպատակը ռեժիմի փոփոխությունն է։ Սենատոր Լինցի Գրեհեմը հայտարարել է. Իսրայելը որոշել է այլևս չի ապրելու հրթիռային սպառնալիքի տակ, այս ռեժիմը կամ կփոխվի, կամ ժողովուրդը կփոխի այն։ Թեհրանում խուճապ է, քաղաքի զգալի հատվածը դատարկվել է, մարդիկ փախչում են դեպի գյուղական շրջաններ։ Իրանի իշխանությունները հայտնում են ավելի քան 400 զոհերի մասին, հիմնականում խաղաղ բնակչությունից։ Իրանը վերջին 9 օրում Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 40 հրթիռ, որոնցից մի քանիսը խոցել են բնակելի թաղամասեր։ 24 մարդ է սպանվել Իսրայելում, օդային տագնապ է հնչել ամբողջ տարածքով, միլիոնավոր մարդիկ ապաստաններում են։ Թել Ավիվի բնակիչ Ավեադ Չերնովսկին դուրս գալով ապաստարանից հայտնաբերել է, որ իր տունը ոչնչացվել է։ Հեշտ չէ ապրել այստեղ, բայց մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք։ Թրամփը օրեր շարունակ տատանվում էր, խաղաղություն թե պատերազմ։ Վերջում նա որոշեց ռմբակոծել Իրանի միջուկային ենթակառույցները։ Սա նրա ամենամեծ արտաքին քաղաքական որոշումն է իր նախագահության ընթացքում։ Աշխարհը շունչը պահած սպասում է Թեհրանի պատասխանին, իսկ Մերձավոր Արևելքը պայթյունավտանգ կետում է։ Facebook-յան իր էջում գրում է Հրայր Թամրազյանը։ Այսօր շարունակում եմ ներկայացնել և վերլուծել Իսրայել-Իրան պատերազմի ընթացքը, բնականաբար չանտեսելով նաև Հայաստանի դրությունը։ Ելույթիս հիմնական դրույթներից են. Սկսվել է հյուծման պատերազմ, որի շրջանակում Իրանն ունի հստակ առավելություն իր տարածքի և բնակչության մեծության, ինչպես նաև կուտակած մահաբեր հրթիռային զինանոցի հաշվին։ Պատերազմի յուրաքանչյուր օրը Իսրայելը դնում է ավելի ծանր դրության մեջ։
Ոչնչացվում են ռազմավարական նշանակության օբյեկտներ եւ ամբողջ ենթակառուցվածքներ։ Սպառվում է հակահրթիռային զենքի պաշարը, բարոյալքվում են թե բնակչությունը, թե բանակը։ Իրանի յուրաքանչյուր հրթիռ ընդունակ է ոչնչացնել առնվազն 1 թաղամաս իսրայելական քաղաքներից։ Իրանում ձերբակալվել են հարյուրավոր դիվերսանտներ, որոնք պատերազմի առաջին օրերին հասցրել էին իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ եւ արդյունավետ կետային հարվածներ։ Իսրայելը հազիվ թե որոշի կիրառել միջուկային զենք, քանի որ կվախենա նման քայլի հետևանքներից, քանի որ այդ դեպքում այն մի օր կարող է կիրառվել հենց իր դեմ, կամ Իրանն ինքը կարտադրի այդ զենքը, կամ էլ մեկ այլ երկիր, օրինակ Պակիստանը, այն կհանձնի Իրանի տրամադրությանը։ ԱՄՆ-ի ներգրավումն Իրանի դեմ պատերազմում կարող է հանգեցնել ծանր հետևանքների ոչ միայն Իրանի, այլև ողջ Մերձավոր Արևելյան տարածաշրջանի եւ հենց ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ն կկրի Վիետնամի պատերազմից հետո իր ամենախոշոր մարդկային կորուստները եւ ստիպված կլինի կամ անհապաղ դուրս գալ պատերազմից, կամ էլ դիմել միջուկային զենքի կիրառմանը։ Այդ պայմաններում Թրամփը կարող է վաղաժամ ավարտել իր նախագահության ժամկետը եւ հրաժարական տալ։ Ռուսաստանը եւ Չինաստանն Իրանի հանդեպ չեն վարում իսկական դաշնակցի վարքագիծ, սակայն վճռորոշ պահին, եթե Իրանի գոյությանը սպառնա իրական վտանգ, նրանք կարող են միջամտել եւ ցուցաբերել լուրջ ռազմավարական աջակցություն։ Հայաստանի խամաճիկային կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը հայ ժողովրդի ուշադրությունը երկրի անվտանգության ճակատագրական խնդիրներից շեղելու համար եւ տանում է երկիրը դեպի թուրք-ադրբեջանական գաղութացում եւ ստրկացում, լիովին որդեգրելով մեր թշնամիների տեսակետները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունների հարցերում։ Հայ ժողովուրդը վաղ թե ուշ պետք է մերժի եւ չեղարկի Փաշինյանական իշխանության հակապետական եւ հակազգային խայտառակ որոշումները եւ ամենայն լրջությամբ ստանձնի իր ինքնապաշտպանության խնդիրը։ Իրանը BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է։ BRICS-ի լիիրավ անդամ պետությունները 10 են՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Իրան, Եթովպիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա։ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություններն էլ 10 են՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Հնդկաստան, Պակիստան, Իրան եւ Բելարուս։ Չինաստանի եւ Ռուսաստանի գլխավորությամբ գործող այս կազմակերպությունները բազմաթիվ վերլուծաբաններ դիտում էին որպես արևմտյան խոշոր պետությունների ռազմատնտեսական դաշինքներին հակակշիռ։ Այդ տեսակետին ինքս երբեք չեմ հարել։ Երբևէ որևէ գրառում չեմ արել ոչ BRICS-ի, ոչ էլ ՇՀԿ-ի մասին, քանի որ ռազմավարական տեսանկյունից դրանք ամորֆ եւ լղոզված կառույցներ են։ Իսրայելի հարձակումը Իրանի վրա ի ցույց դրեց BRICS-ի եւ ՇՀԿ-ի մեղմ ասած անկատար բնույթը, ինչպես նաեւ անդամ պետությունների ռազմավարական շահերի տարանջատվածությունն ու փոխադարձ հակասությունները։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախի եւ Հայաստանի վրա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իսրայելի համատեղ հարձակումը բացահայտեց հապկի կիսատ պռատությունն ու անվստահելիությունը։ Այնուամենայնիվ, Իրանի արդյունավետ դիմադրությունն ու հուժկու հակահարձակումը կարող են ստիպել Ռուսաստանին եւ Չինաստանին վերանայել իրենց փաստացի չեզոք ըստ էության դավաճանական կեցվածքը եւ ռազմական օգնություն ցուցաբերել իրենց ռազմավարական դաշնակցին։ Թեհրանին մեծ բան հարկավոր չէ։ Իրանական բանակին ընդամենը 10-20 միավոր ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը, եթե անձնակազմերով հանդերձ, արմատապես կփոխի պատերազմի ընթացքը։ Մի քանի ինքնաթիռ կորցնելուց հետո ոչ Իսրայելի, ոչ էլ անգամ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը, եթե վերջիններս մտնեն պատերազմի մեջ, չեն համարձակվի մոտենալ Իրանի օդային տարածքին, զգալիորեն թուլացնելով իրենց հարվածների արդյունավետությունը։ Իրանին, ՌԴ-ի եւ Չինաստանի օժանդակությունը կարող է ներառել նաեւ ապահով կապի ժամանակակից միջոցների տրամադրում, հեռահար հրթիռների պաշարների համալրում եւ ինչը շատ կարեւոր է, արբանյակային հետախուզության ընթացիկ տվյալների 24/7 ռեժիմով փոխանցում։ Մոտ ապագայում ռազմական օգնություն ցույց կտան Իրանին, Ռուսաստանն ու Չինաստանը, այս պահին լիովին պարզ չէ։ Սակայն մի կողմ քաշվելու դեպքում նրանք կարող են հայտնվել ոչ նախանձելի վիճակում, հատկապես Ռուսաստանը, որի համար Իրանի թուլացումը կամ կործանումը կարող է բերել ծայրահեղ ծանր հետևանքների։
Դրանցից հատկապես վտանգավորը կլինի Թուրքիայի անհամաչափ հզորացումը ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Միջին Ասիայում։